Տնտեսական աճն այս տարի կազմելու է 7%։ Վատ արդյունք չէ։ Կառավարության ներկայացուցիչները վստահ են, որ դա ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքն է։ Հիմնական առաջատարներն են շինարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, բանկային համակարգը եւ հանքահումքային ոլորտը։ Ամսական միջին աշխատավարձն էլ աճել ու հասել է գրեթե 300,000 դրամի։ Շատերի համար սա անհասկանալի մաթեմատիկա է։ Այն առումով, որ սեփական մաշկի վրա այս ամենի ազդեցությունը չեն զգացել։ Սա թերևս ֆիքսում են նաեւ կառավարության ներկայացուցիչները։ Հայաստանում աղքատության մակարդակը շարունակում է բարձր մնալ, 23% է վերջին տվյալներով։ Այստեղ կոնֆլիկտ կա իրոք։ Մի կողմից մենք ցույց ենք տալիս տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն, բայց աղքատության էական նվազում չենք ունենում։ Գիտեք, թե ինչն է դրա պատճառը։ Դպրոցների ավերակներն են, այն, որ հանրապետության երեխաների մի զգալի մասը զրկված է պատշաճ կրթության իրավունքից։ Մասնագետների կարծիքով, սակայն, կրթությունն ամենևին էլ շենք-շինությունները չեն։ Այստեղ կարևորը առաջին հերթին ուսուցչական կազմն է եւ կրթության ճիշտ մեթոդաբանությունը։ Բացի այդ, բոլոր քաղաքացիները չեն կարող աշխատել լավ վարձատրվող ոլորտներում, ասենք ֆինանսական կամ IT շուկայում, նույնիսկ եթե լավ կրթություն են ստացել եւ մեծ ցանկություն ունեն։ Մյուս կողմից, թեկուզ թերի գիտելիքներով աշխատունակ մարդը պետք է կարողանա վաստակել եկամուտ, որով հնարավոր կլինի բարելավել սեփական կենսամակարդակը։ Միջին մարդու աշխատավարձը եւ միջին աշխատավարձը տարբեր բաներ են եւ միջին վիճակագրական մարդը կարող է չտենալ այդ բարձր աշխատավարձերը, քանի որ հիմնականում հարուստ խավն է ավելի շատ փող տեսել եւ որի արդյունքում միջին աշխատավարձը բարձրացել է։ Այսինքն երկիր հոսող ահռելի ֆինանսական հոսքերը հիմնականում հանգրվանում են մի քանի հազար մարդկանց հաշիվներին, ավելի քիչ օգտվում են մի քանի տասնյակ հազարը, 100 հազարավորների մոտ ոչինչ չի փոխվում։ Երբ որ հարուստները հարստանում են, էլ ավելի միջին ցուցանիշը ավտոմատ բարձրանում է անկախ նրան միջին խավի եւ ցածր խավի աշխատավարձերը եկամուտները բարձրացել են թե ոչ։ Այստեղ նույնիսկ հակառակ process-ն է սկսվել, քանի որ Ռուսաստանից եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկերի տեսքով հանրապետություն են հոսել մեծ միջոցներ, ծառայությունների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գները էականորեն աճել են։ Արդյունքում անապահովներն էլ ավելի են աղքատացել, քանի որ միևնույն գումարով այլևս կարող են գնել ոչ թե X քանակի, այլ X բաժանած 2 քանակի ապրանք։ Հիմնականում գնաճը արտահայտվում է սպառողական ապրանքների վրա, այսինքն սպառողական ապրանքների գնաճը 2-2.5 անգամ բարձր է, իսկ աղքատ խաղը հիմնականում այդպիսի ապրանքներ են արվում, այսինքն աղքատ խավի 50-60%-ը զամբյուղի, հենց միրգ ու բանջարեղենը եւ այլը բարենային ապրանքներ, որոնց գները այս ընթացքում էլ ավելի են բարձրացել, այսինքն ցածր խավը ավելի խոցելի է։ Ըստ մասնագետների, աղքատության հաղթահարման համար նախ անհրաժեշտ է հստակ ուսումնասիրություններ կատարել բնակչության հենց աղքատ շերտի 23%-ի շրջանում, վերհանել ցածր կենսամակարդակի պատճառների վերաբերյալ տվյալներ, կատարել վերլուծություններ եւ հաշվարկներ։ Դա էլ պիտի արվի գիտական հենքի վրա, ոչ թե սիրողական ենթադրությունների, որից հետո միայն պետությունը պետք է թիրախային ծրագրեր իրականացնի, որպեսզի աղքատությունը երկրում ռեալ նվազի։ Հակառակ դեպքում նույնիսկ տասնյակ միլիարդների բյուջեն, լավագույն ճանապարհներն ու սուպեր ժամանակակից դպրոցները չեն նպաստի անապահով խավի կենսամակարդակի աճին։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։